Հարգելի հայրենակիցներ, տարածաշրջանային ծանր զարգացումների համատեքստում բավականին ուշագրավ հայտարարություն արեց Ադրբեջանի նախագահը, որը ըստ էության Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված կամ նետված քար էր։ Կեղծ եւ մտածածին մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին ռազմական հանցագործություններ գործելու եւ օկուպացիա իրականացնելու հարցում Ալիևը հայտարարել է, որ հայերը միշտ պետք է վախենան, ինչպես դա հիմա է, որովհետև դա է ադրբեջանցիների խաղաղ ապրելու գրավականը։ Պետությունը, որը բազում ռազմական հանցագործություններ է գործել հայ ժողովրդի նկատմամբ Արցախում եւ Հայաստանում, ագրեսիա, էթնիկ զտումներ, ցեղասպանություն իրականացրել, այս պահին էլ օկուպացված պահում ՀՀ ինքնիշխան տարածքները մեզ հայերիս մեղադրում է ինչ-որ բանում։ Նույնիսկ կարևոր չէ, թե ինչում։ Ադրբեջանի ղեկավարը մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել է, որ միջազգային իրավունքն այլևս չի գործում եւ իրենք գործում են ուժի դիրքերից։ Այս սկզբունքը հատկապես վերջին տարիներին ընդգծված աշխատել է եւ հայ ժողովուրդն այն իր մաշկի վրա զգացել է վիրավորանքների, հոխորտանքների, հարձակումների, մարդկային եւ տարածքային կորուստների ձևով։ Մի բան է, թե ինչ նարատիվներ ու մոտեցումներ է առաջ քաշում Ադրբեջանը, ինչպես է հայերին թշնամի համարելու ու ատելություն դրսևորելու ֆոնին խոսում խաղաղության մասին, մեկ այլ բան է, թե այս իրողությունները ինչպես են ընդունվում Հայաստանում։ Հասարակության ճնշող մեծամասնությունը համարում է, որ Ադրբեջանից հնչող սպառնալիքները դրսևորող տարածքային հավակնությունները, ինչպես նաև շանտաժով խոսելն ու օրակարգ թելադրելը չի բխում Հայաստանի շահերին, ավելին այլ իր մեջ մեծ սպառնալիքներ է պարունակում։ Վստահ եմ, որ իշխանությունն էլ է գիտակցում, թե ինչ է Ադրբեջանի ուզածը եւ իր անհամաչափ զիջումները ինչ գին են ունենալու Հայաստանի համար։ Այլ բան է, որ հայաստանյան ռեժիմը ստորադասելով արտաքին վտանգներն ու սպառնալիքները իրականությունը ներկայացնում է լրիվ այլ տրամաբանությամբ ու գույներով, որտեղ առաջնահերթը ոչ թե հայի հավաքական շահն է, այլ ԿՊՆ կուսակցական ախորժակը, ոչ թե Հայաստանը, այլ մեր գլխին մուրճ ճոճողները, ոչ թե խաղաղությունը, այլ լիակատար կապիտուլյացիան։ Եվ այդ գրության փոխարեն իհարկե ես ինքս կարևորում եմ այն հանգամանքը, որ իմպիչմենտի գործընթացի մասին ոչ միայն խոսում են ընդդիմադիրները, այլ նաև այս ամբիոնից խոսում են իշխանությունները, ինչ ինքնին ցույց է տալիս, որ թեման ինքնին ներքաղաքական օրակարգի մաս է կազմում։ Միանշանակ ես Հայաստան խմբակցության ներկայացուցիչներին, Դաշնակցության ներկայացուցիչներին կոչ եմ անում այս ամբիոնից անդրադառնալ ձեր իմպիչմենտի առաջարկին, որպեսզի գոնե մի իմաստ լինի դրա մեջ։ Էդուարդ Աղաջանյան